Նիկոլ Փաշինյանին միացած եւ վեհապարի հրաժարականին միացած 10 եպիսկոպոսներին դավաճան համարում եք։ Ազիզ ընդհանրապես ոչ մեկին ես դավաճան չեմ համարում։ Գիտեք ինչի։ Որտեւ ով ինչ ուզում են անում է։ Կեսը հասկանալով, կեսը չհասկանալով։ Մի խոսքով, Չգիտեմ ինչի համար են պահանջում, բայց պետք է վեհապարը հրաժարական տա։ Իրանք այդպես են ցանկանում։ Այդպիսի բան առաջի անգամ եմ լսում, վեհապարը հրաժարական տա։ Վեհապարը պետք է մինչև վերջը պայքարի։ Մեկ։ Հա։ Մնացածը դուք գիտեք։ Այո։ Օրենքը խախտել են։ Ոչ։ Ես вообще վեհապարին չեմ ընդունում մեր։ Ասած չեմ ուզում քաղաքականության մեջ խորանում։ Իհարկե դավաճան։ Ինչու՞։ Չգիտեմ որ վեհապարը կանի երեխա չունենա, ուրիշ ունենա։ Շնա համարում է։ Չէ։ Դավաճան չեմ համարում։ Ինչու՞։ Որտեվ գտնում եմ, որ եթե մի եպիսկոպոս ժխտել է ուխտը, պիտի հեռանալ, ճիշտ գնահատական տալ։ Իհարկե ոչ բոլոր մեթոդներին եմ կողմ, որ հիմա արվում է, բայց արդեն գիտեք ժողովուրդը հիասթափված է։ Չնայած վաղուց գիտեինք, բայց դե լռում էինք։ Հիմա արդեն ժողովուրդը հիասթափվել է։ Ինչ ասեմ, դավաճանությունը պիտի այլ տեղերում փնտրենք։ Հիմա դրանց ամենակարևոր հարցը դա էր, այդ եպիսկոպոսների դավաճան ունելը, հա, այս երկրում։ Այս Ուրիշ իրավիճակում հարց չկար ուցը։ Ձեզ ո՞րն է ամենաառաջնային հարցը։ Անվտանգությունը, ժողովրդի վիճակը, թոշակառուների վիճակը, ամբողջ օրը իրար հայերում են։ Զարմանալի է, էլի հայ ազգը ոնց է իրար հայերում։ Մանավանդ այդ մակարդակի մարդիկ, պաշտոնյա մարդիկ, չի կարելի տենց ապրել։ Սա լավ տեղ չի տանում մեզ։ Վերջ պետք է տան դրան։ Հայրախոսությանը։ Ես որպես այդ անուն ազգանուն չեմ ասում, լոշտոյին եմ ասում, այն վաղտ քուչեկն ենք ընգած իր համար, բայց այսօրվա դրության այդ 10,000 դրամ ինչ է իր ջեբից պակասում է, որ դա թոշակներ նոր տարի է գալիս, ամեն դեղս նայի, այս դեղը 4500 է, 5 միլիմետր է, շաբաթ մի հատ, այդքան դեղը, 10,000 եղած ինչ է, որ ինքը չի ավելացնում, այն վաղտ քուչեկն ենք ընգե իր համար, ոչ ամոթ ունի, ոչ էլ աբուր ունի, նստես փողերի վրա ոտեր գեդին չի հասնի։